ոստիկանի ցուցմունքով են բանտ նստել, այդ մարդիկ արդարացվել են։ Մարտի 1-ի շահառուն, այդ բառը չգիտեմ ինչքան է ճիշտ, ուզես թե չուզես Հայաստանի կոնգրեսն է։ Ոստիկանի բռնություն կիրառելու համար ոդվածքներով դատվել է։ Մի հոգի կար, որի ձեռքին չկար քար, այդ Աշոտ Մանուկյանն էր, եւ ես եզրակացրեցի, որ Աշոտ Մանուկյանն էր իմ հոգին քարով խփել։ 1500 դուժող, 10 զոհ եւ 150 քաղբանտարկյան, անասուն էին հովանում, արդ էին վառում, մարդկանց էին վնասում, ամեն ինչ տեղի էր ունենում։ Ողջույն Արմլուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին։ Պարոն Մանուկյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Շնորհակալ եմ։ Պարոն Մանուկյան, օրերս ազգային ժողովում տեղի ունեցավ մարտի 1-ի մասին հերթական քննարկումը, որին դուք չմասնակցեցիք, ՀԱԿ-ից որևէ անդամի չէին հրավիրել, ինչը կասկածելի էր նաև խնդրահարույց կարծում եմ։ Ձեր մեկնաբանությունը որն է, ինչու չկայիք։ Առաջին դեպքը չի, ես հիշում եմ, երբ որ ԿՊ եկավ իշխանության 18-ի ամառը, 18-ի աշնանը պետք է նշեին անկախության տոնը և բոլոր կուսակցություններին հրավիրել են, բացի կոնգրեսից, մեզ չեն հրավիրել։ Դե մտածում եմ դեռ այդ ժամանակ հարաբերությունները այսքան սևաց չէին, մտածում եմ գուցե մոռացել են, զանգեցի ազգային ժողովի նախագահին, ասում ու հրավիրել եք, կուսակցությունը ասեց բոլորին հրավիրել ենք, բա կոնգրեսին ինչի չեք հրավիրել, վայ բան ոնց, լավ, ում հրավիրեք, գոնե կոնգրեսը որպես անկախական ուժ, անկախության հետ կապված ուզես թե չուզես քաղաքական ուժ, էլ չեմ ասում, որ գոնե իմ անձի հետ, ուզես թե չուզես անկախության հռչակագիրը կամ հանրաքվեն կապված, ինչու չեք հրավիրել, վայ, միգուցե սխալվել է բան, այս կողմ, ես այդ ժամանակ մտածեցի, որ իսկապես թյուրիմացություն է եղել, բայց հետո, որ այդ պրոցեսները շարունակվեց և նույն վերաբերմունքը կար ոչ միայն կոնգրեսի, այլ անկախության հետ կապված, զգացի, որ սա նպատակային է, ոչ թե պատահական է, և գնալով տարիների հետ այդ համոզմունքս դարձավ վստահություն, որ այդպես է, որովհետև անկախության հետ կապված ֆիլմերը չցուցադրվեցին, հաղորդումները չցուցադրվեցին, հետո արդեն մենք վկանենք, որ անկախության հռչակագիրն է, վտանգի տակ իրենց համար անկախությունը արժեք չէ, այս պայն Ալիև այդ հարաբերությունները երևի իրենց համար շատ ավելի կարևոր են, քան Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի անկախությունը, ես բազմիցս եմ ասել, իրենք անկախական ուժեր են և այդ ուղղությամբ աշխատում են։ Հիմա գամ ձեր հարցի։ Մարտի 1-ի շահառուն, այդ բառը չգիտեմ ինչքան է ճիշտ, ուզես թե չուզես Հայաստանի կոնգրեսն է։ Դա մեր միտինգի ժամանակ էր, մեր ակտիվիստներն էին տուժածները, մենք ունեցանք շուրջ 150 քաղբանտարկյալ, այս 150 մարդ բանտերում անցկացրեց, շուրջ 3 տարի, 4 տարի, և 1000-ից ավելի մարդ էլ ուղղակի տուժվեց, մեկը աշխատանքից ցանվեց, մեկը վիրավորվեց, մեկը Հայաստանից թողեց փախավ, տարբեր զրկանքներ կրեցին և այսպես ասեմ, հիմնական ուժը այդ թիրախը Հայաստանի կոնգրեսն էր և շարունակելով հանդերձ Հայաստանի կոնգրեսն է մշտապես հետևողական գործընթաց կազմակերպել քաղբանտարկյալների ազատման համար, մարտի 1-ի գործը բացելու համար, հանցագործներին պատժելու համար, մենք էինք, որ եվրոպական կառույցներում, մասնավորապես լիբերալների համագումարներում անընդհատ հարց էինք բարձրացնում և մի քանի անգամ հրատապ որոշումներ ենք բերել քաղբանտարկյալներին ազատելու և հանցագործներին պատժելու համար և այսինքն ուզես թե չուզես կապված էր մեզ հետ այդ դեպքերը և մենք ինքներս էլ ենք քննարկել, ինչու մեզ չեն հրավիրել։ Պատասխանը այսպիսին է, հարմար չէր, որ մեզ հրավիրեին, որովհետև այն ինչ որ մենք պետք է ասենք կամ այն ինչ որ հիմա նաև մի մասի ես ձեր տաղավարում կասեմ, իրենց ականջին ամենևին հաճելի չէ։ Եվ վերլուծել ենք նաև թե ինչի էին իրանք այդ հրավերը կազմակերպել ընդհանրապես
դա ծիծաղելի երևույթ է, որովհետև մարտի 1-ի բացահայտման շահառուն ամենևին, ինչպես նախկին իշխանությունները, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը չէ։ Այդ դեպքում ինչու է շոուն արեցին, ընդ որում այսպես մեծ խոսելով, որ պետք է բացահայտվի այդ հանցագործությունը, չի կարող այդպես մնալ, դա խարան է մեր ժողովրդի ճակատին եւ հանցագործները պետք է պատժվեն։ Ժողովրդի ականջին այսպես լապշա են ասում, լապշա կախելու բան է, շերենի շատերի վրա ազդել է, բայց այդ գործը լավ իմացողների եւ քաղաքական դաշտ լավ իմացողների համար ակնհայտ է, որ դա ծաղրացուի կեցվածք է, վարմունք է, եւ որպեսզի այս իմ գնահատականները մերկապարանոց չլինեն, ես ուզում եմ փաստեր բերել։ Փաստերից ուժեղ ոչ մի բան չկա ժողովրդին համոզելու համար։ Ուրեմն մինչև Արտուր Դավթյանի նախկին դատախազի գործից դուրս գալը, որին նշանակել էր Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ եկել։ Մենք դիմել ենք դատախազություն, կենտրոնական դատախազություն, ընդհանուր դա արել են իրավապաշտպան կազմակերպությունները, ազգային կոնգրեսի հետ համատեղ, եւ համաձայնություն էինք ստացել այդ գործերը վերաքննելու քաղբանտարկյալների շուրջ, ես ասեմ, շուրջ 40 գործով արդարացումներ են տեղի ունեցել։ Այսինքն արդարությունը հաղթել է մարդիկ, որոնք ոչինչ չեն արել կամ մի ոստիկանի ցուցմունքով են բանտ նստել, այդ մարդիկ արդարացվել են։ Դրան նպաստեց նաև Եվրոպական դատարանի որոշումները, մասնավորապես նաև այս վերջին որոշումը, ձեզ ասեմ, որ 10 մարդ մոտավորապես, ճշգրիտ չեմ ասում, երևույթներն եմ ես ասում, որովհետև կան գործեր, որ դեռ ընթացքում են այդ թիվը այսպես տատամող թիվ։ 10 գործեր մոտավորապես մեր քաղբանտարկյալներից արդարացում է ստացել եվրոպական դատարաններում, մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այսինքն եվրոպական դատարանը ապացուցել է ինչև էսել, որ իշխանությունների արած գործն է, մեղավորները իշխանություններն են եւ արդարացումներ է տվել։ Այդ արդարացումներն էլ եվրոպական դատարանի մեր իրավական համակարգով անցել են եւ հաստատվել են ու արդարացվել են։ Այդ գործերը, այսինքն մոտավորապես կազմում են 50-ը։ 50 մարդ մոտավորապես այդ երկու վայրցաններով արդարացվել է, արդարացիորեն արդարացվել է։ Ուրեմն Արթուր Դավթյանի դուրս գալուց հետո նշանակվեց Աննա Վարդապետյանը եւ Աննա Վարդապետյանին մենք գրություն էինք գրել, այդ կազմակերպությունը իրավապաշտպան կազմակերպությունները, որ շարունակվի մարդկանց արդարացումներ, որոնք բացարձակ ոչ մի մեղք չեն գործել, իսկ այնտեղ աբսուրդ գործեր են, անհեթեթ գործեր, որ ասենք մի օր, 2-3 օրինակ կարող եմ ասել, որ այդ անհեթեթության տպավորությունը ձեր մոտ ակնհայտ լինի, ասենք մի ոստիկանը ցուցմունք է տվել տարբեր մարդկանց վերաբերյալ նույն ժամանակ եւ այդ մարդիկ եղել են տարբեր տեղեր, ասենք մեկ եղել Ազատության հրապարակում, մեկը Պարոնյանում, մեկը Հանրապետության հրապարակում, բայց ինքը ֆիզիկապես չլինելով հանդերձ ֆիզիկապես հնարավոր չէ լինել միաժամանակ մի քանի տեղում, ցուցմունք է տվել, որ այս մարդիկ իրեն հարվածել են։ Եվ 216 հոդվածով ոստիկանի հրահանգը չկատարելու եւ ոստիկանի բռնություն կիրառելու համար հոդվածներում դատվել է։ Մի օրինակ որ միշտ իշխանությունները դրանից գազազում են, այն առաջի օրվանից սկսած, Աշոտ Մանուկյանի օրինակն է, այսպես ասած, Աշոտ Մանուկյանը Ազատության հրապարակում է ցույցի ժամանակ, ոստիկանը ցուցմունք է տալիս, որ ոտքիս մեկը քարով խփեց։ Ես շրջվեցի եւ տեսա, որ բոլորի ձեռքին կա քար եւ փայտ, մի հոգի կար, որի ձեռքին չկար քար, այդ Աշոտ Մանուկյանն էր, եւ ես եզրակացրեցի, որ Աշոտ Մանուկյանն է իմ ոտքին քարով խփել։ Աշոտ Մանուկյանը 3 տարի ստացավ սրա համար։ Այսինքն այսպիսի անհեթեթ ձևակերպումներով հարյուրավոր գործեր կարեցին եւ այդ գործերը այնքան ակնհայտ է որ սարքած էին, որ բան չկա, բացատրելու եւ հիմնավորելու կարիք չկա եւ Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ այլևս նպատակահարմար չէ այդ մարդկանց արդարացման գործընթացը կազմակերպելու։ Եվ եթե որևէ մեկը կհամարձակվի սրա դեմ ինչ-որ բան ասել, մենք ինքեր ունենք այդ ասածս
հիմնավորել։ Այսինքն ՔՊ-ի իշխանության ժամանակ ՔՊ-ի նշանակած դատախազով եւ ՔՊ-ի հավաքած համնadrական դատարանով մարտի 1-ի գործը փակվել է։ Նայեք, պարոն Մանուկյան, ներողություն, որ ձեզ ընդհատում եմ։ Նիկոլ Փաշինյանը առիթը եւ հնարավորությունը բաց չի թողում ասելու, որ մարտի 1-ը բացահայտված է, սակայն մեղավորները պատասխանատվության ենթարկված չեն։ Այդ ով էին այդ մեղավորները, պարոն Մանուկյան։ Ասում եք ձեր ակտիվիստներն են եղել, ձեր կուսակցականներն են եղել, այդ ովքեր են, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելով դրան անգամ ինքը չի։ Հրաշալի, դա իր ձեռքին այնպիսի հնարավորություններ է տալիս, այդ ձեր ասած պարզելու, այնպիսի հնարավորություններ ունի, որ շատ հեշտ ինքը դա կարող է պարզել, գոնե ցանկություն արտահայտի, գոնե գործընթաց սկսվի ձեր ասած պարզաբանելու համար։ Հակառակը ապացուցեն կրկին փաստերով։ Մի հատ էլ միջանկյալ բան ասեմ, փաստ ասեմ կապելով այսօրվա վիճակի հետ, էլի կանադառնալ ձեր ասածին։ Մարտի 1-ի այդ բազմահատոր 800 հատորանոց գործ էր եւ կրկնում եմ 1500 դուժող, 10 զոհ եւ 150 քաղբանտարկյալ, այս ամբողջ համալիր գործով այդ ժամանակ ընդգրկվել է 30 քննիչ։ Այսինքն ամբողջ հանրապետության դա մեծագույն քանակ է, այս շատ քիչ չի, բայց չեմ ես թիվը ասում, Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչ է ներգրաված, Սրբազանների գործով հատկապես Աբարանի այն խմբակային ձերբակալությունները, որ 52 քննիչ էր, այսինքն հանրապետության եւ ելում պարզ չէ, որ Սամվել Կարապետյանի գործը, այսպես ասած, եւ սպանությունների գործը համեմատելու բան չի, դեռ բան չկա, Սրբազաններին Միքայել Սրբազանի կամ Բաղդադ Սրբազանի ձերբակալելու համար կես քննիչներ էր բավարար այդ գործը անելու, բայց իրենք 50 քննիչ դրել են շատ արագացած տեմպերով, խնդիրը պետք է լուծեն, քանի քաղաքական է, այստեղ իրավաբանություն բացարձակ չկա, եւ հիմա ասած էս փաստերը այսօրվա դրությամբ քննչական կոմիտեում, դատախազությունում, դատարաններում որևէ տեղ մարտի 1-ի գործով զբաղվող կես հոգի չկա։ Հակնդեմ հայցով Նիկոլ Փաշինյանն ասում, ինչն է խանգարում, եթե դու այդպես ոգեշնչված ես, ոգևորված ես, արդարության կողմնակից ես, որ մարտի 1-ը բացահայտվի, գործի չես գցում այս կառույցները։ Պլյուս ունենք 2-3 ամիս առաջ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը սեպտեմբերի 18-ին, սեպտեմբերի 18-ին, որ Հայաստանի իշխանությունների մեղքով է նաև, որ այդ գործը չի բացահայտվում, Հայաստանի իշխանությունները չեն արել անհրաժեշտ ամենը գործը բացահայտելու համար, Հայաստանի իշխանությունները չեն աջակցել մարդու իրավունքների եվրոպական դատարանին գործը բացելու համար, չեն տրամադրվել, չեն աջակցել, նշանակում է շահագրգռված չեն եղել։ Եվ այդ նույնը հիմա նախորդ երկու իշխանությունների հետ շարունակական ձևով կարող ենք այսպես պրոյեկտել այսօրվա իշխանությունների վրա, որ այսօրվա իշխանությունները բացարձակ ոչինչ չեն անում մարտի 1-ը բացահայտելու համար։ Այդ դեպքում կարող եք հարցնել, բայց ինչեր են լսումները։ Այո։ Ինչու համար են այս շոուն։ Ինչի համար էլ այդ քննարկումը բացահայտումներ հնչեցին, որ պահվել, փոխվել։ Այո, եւ մի բառ էլ օգտագործել են վերա իմաստավորել։ Այո։ Հարգելի իրավաբաններ, իրավաբանությամբ զբաղվող մարդիկ, հանցագործությունը կարող է վերավորակավորվել, վերաբացվել, կարճվել, բայց վերաիմաստավորել արտահայտություն իրավաբանության մեջ չկա, ինչ նշանակում մարտի 1-ի սպանությունները վերաիմաստավորել։ Այդ մի абսուրդ, բայց էլի փաստով զուգահեռ անցկացնել, որ համոզիչ լինի։ 21 թվականի ապրիլին Հայաստանի Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանին եւ այդ թիմին, որոնք մեղադրվում էին մարտի 1-ի գործով, մաքրել է այդ ամենից։ Նրանք արդարացվել են եւ դարվել է այս իշխանության ժամանակ ընտրություններից 2 ամիս առաջ։ Սա շատ կարևոր է։ Եվ այսօրվա այս գործընթացն էլ, այդ լսումներն էլ միտված են առաջիկա ընտրություններին։ Այո։ Սա է անվանում պոպուլիստական դիկտատուրա եւ քաղաքենություն ու նպատակային գործընթաց, որտեղ փորձելու են իրենք դիվիդենդներ շահել առաջիկա ընտրություններին, ընտրել բոբո քաղաքական ուժ, ահաբեկող քաղաքական ուժ, որի հետ մրցակցության մեջ մեկն եւ մոտավորապես այն մեխանիզմը, ինչ կիրառվեց 91 թվականին,
եթե ինձ չեք ընտրում, ապա տեսեք ում եք ընտրում, այդ մեխանիզմը իրենք փորձում են կիրառել նաև հիմա։ Պատասխանը ձեր հարցի կարճ կոնկրետ հետևյալն է։ Դա քաղաքական ծրագիր է, քաղաքական նպատակահարմարությունից ելնող գործընթաց եւ լսումներ է, եւ այնտեղ իրավաբանության 0% հնարավորություն կա, 0% շանս կա, որ այդ լսումները կարող են դառնալ ինչ-որ բան։ Абսուրդ է, էլի, իշխանությունը լսում է անում, իշխանությունը գործանելու փոխարեն, գործ արեք, ամեն ինչ ձեր ձեռքին է։ Ով է խանգարում, ինչն է խանգարում, այդ բացահայտումները ինչքան որ հնարավոր է կազմակերպեք։ Կանցնի 2 ամիս, կանցնի 5 ամիս, կանցնի 1 տարի, հետո մենք էլի կհանդիպենք, կտեսնենք, որ սրա արդյունքում ոչ մի բացահայտում չի լինելու, որովհետև նպատակը բացահայտումը չէ։ Պարոն Մանուկյան, կարող ենք արձանագրել, որ ներկայիս իշխող ուժը մարտի 1-ը դարձրել է քաղաքական գործիք, ամեն օրինակ այս դեպքում ընտրություններից առաջ փորձում է շահարկել հեղափոխությունը անելիս եկան եւ ասացին կբացահայտենք մարտի 1-ը, կբացահայտենք հոկտեմբերի 27-ը, բայց 7 տարի անցել, այդպես էլ ոչ մի բան բացահայտված չէ։ Էլ ինչ գործիք պետք է կիրառվի, այս մարտի 1-ը կձգեն մինչև հունիս ամիսը կլինի խորհրդարանական ընտրությունները, հետո նորից հաջորդին կպահեն, թե ամեն դեպքում ինչ որ այդպես էլ եղել է։ Այդ առաջին խոստումները ձեր ասած եղել է 6 տարի առաջ։ Այո։ Եվ դրանից հետո 6 տարի են միջում եղավ։ 6 տարի հակառակը գործը կոչկելուղությամբ է գնացել, եւ հիմա ընտրություններից 6 ամիս առաջ նորից բացում են ակնհայտ քաղաքական ենթատեքստ կա եւ կրկնում եմ իրավաբանություն այստեղ բացարձակ չկա։ Սա այդ լսումների եւ այսօրվա իշխանությունների արդարադատ այսպես կերպարի բացահայտումը։ Պարոն Մանուկյան, փորձենք նրբորեն մի փոքր թեման շեղել այլ քաղաքական գործիք, որը իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ օգտագործել եւ իր համար հակահերոսներ ստեղծել։ Մարտի 1-ի հակահերոսները նախկին քաղաքական գործիչներն են, իսկ ներկայումս մի հակահերոս էլ դարձրել են եկեղեցուն, կոնկրետ Վեհափար Հայրապետին եւ սրբազաններին։ Սա կարող ենք համարել նույն կոնտեքստում օգտագործվող խաղ, որ խայծ է բարձրանալու ձեր ասածով, եթե մեզ չեք ընտրում, տեսեք ում եք ընտրելու։ Շատ լավ բառ կիրառեցիք հակահերոսը։ Հակահերոսի կերպարի ստեղծումը Նիկոլ Փաշինյանի համար տեխնոլոգիա է, եւ եթե ինքը ինտրիգներ չստեղծի, եթե ինքը հակասություններ, սև ու սպիտակի հակադրություն, հակասություն չստեղծի, ինքը պարզապես չի կարող գոյություն ունենալ։ Դա երկու նպատակ ունի այդ հակահերոս ստեղծելը։ Մեկ ներսում խառնել բոլորի դեմ, հնարավոր հանդուրժողականության եւ համախմբման կղզիները ոչնչացնել, եւ երկրորդը նաեւ, որը ոչ պակաս կարեւոր է, արտաքին մարտահրավերներից ուշադրության շեղումը դեպի ներս, որտեղ արտաքին ձախողումները, խայտառակ ձախողումները Արցախի հետ կապված, ինքնիշխանության հետ կապված, Հայաստանի սուբյեկտայնության հետ կապված, այս ամբողջ դաշտում գործընթացները այնքան խայտառակ են եւ ենթարկվել է Ալիևին, որ դրանից շեղել է պետք ամենայն հիմարություններով, այլ հեծանելով, այլ չգիտեմ, թիլո դնելով, այլ մեյմունություններ անելով, աննորմալ արտահայտություններ, գրեկաբանություններ ամբողջ եթերով եւ ազգային ժողով լցնելով, այդ ամենը շեղող միջոց է, որ հասարակ մարդուն դա ավելի այսպես հասանելի է, ավելի ակնհայտ է եւ քննարկման դարձած բաներում, ասենք բլոտի սուրճ կամ թաղման կամ արսանիք սեղաններին հենց էս են քննարկում։ Նիկոլի կին էս ասեց, Նիկոլ էս արեց, Նիկոլը տեսակ էս մարեց, կաթողիկոսը աղջիկ ունի եւ այս թեմաները դարձրել են թոփ թեմաներ հասարակությանը ուտելու, քայքայելուց էցիպես մասնատելու մասերի բաժանելու։ Եվ դրանց մեջ նաեւ եկեղեցու թեման, որովհետեւ բայց այստեղ եկեղեցու թեմային գումարվում է մի հատ էլ արգումենտ, դա այն է, որ եկեղեցին շատ լուրջ գործոն է։ Ես շատ եմ շփվել, շատ եմ զգացել երկու գործիքի կարևորություն, երբ որ դու դրսում ես, երբ որ գործողումների ենք հանդիպումների, միջազգային հանդիպումների, միջազգային ֆորումների, ամենուր եք ձեզ ասեմ, որ զգացում էր, թե որքան լուրջ են վերաբերում Սփյուռքում, արտասահմանում ադրբեջանցիներ, դուք մեր Սփյուռքին
եւ եկեղեցու։ Որոշ տեղեր սրանք իհարկե համընկնում են, նույնականանում են եկեղեցին եւ սփյուռքը, բայց շատ հաճախ դա տարբեր է, որովհետեւ տեղեր կար եկեղեցին է ուժեղ եւ ինքնուրույն է, տեղեր կար համայնքն է ուժեղ, բայց եկեղեցին այդպես ուժեղ չէ, բայց երկու տեղն են, այս երկու միավորները օգտագործվել են, աշխատել են Հայաստանի օգտին, Հայաստանի շահերի օգտին, որպես քաղաքական գործոններ։ Նրանք շատ ուժեղ աշխատել են եւ արևելյան երկրներում, մերձավոր արևելքում, Եվրոպայում ոչ այդքան շատ, եւ Միացյալ Նահանգներում։ Այդ երկու գործոններ Հայաստանի շահերի համար կարող են լրջագույն խաղացողներ լինել։ Եվ Նիկոլի քաղաքականության արդյունքում այս երկուսն էլ ստվերվում են, անտեսվում են, դառնում են ռեցեսիվ կարգավիճակ ունեցող միավորներ եւ կորցնում ենք մենք այդ գործիքները, որոնցով կարող ենք օգտակար լինել Հայաստանին, Հայաստանի իշխանություններին, Հայաստանի լոբինգին։ Ես ձեզ ասեմ, օրինակ, ասենք Վատիկանը աշխարհի ամենաուժեղ լոբիստական կազմակերպությունն է։ Մեր հարաբերությունները երկու եկեղեցիների հարաբերությունները, որ միշտ եղել են նորմալ, կառուցողական, լրջագույնս կարող էին օգտագործվել եւ Ղարաբաղի խնդրում, եւ մեր ինքնիշխանության խնդրում, եւ մեր արտաքին աշխարհի հետ, Եվրոմիության, Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների հարաբերությունները խնդրում։ Դրանք շատ լուրջ գործիքներ էին։ Հաշվի էին առնում այդ գործիքները, հաշվի էին նստում այս գործիքների հետ։ Եվ հիմա հռչակագրի երկու կետերի հանելով, ցեղասպանության կետի հանելով եւ Ղարաբաղի միացում Հայաստան այս կետի հանելով եւ նաեւ հռչակագիրը սահմանությունից հանելով, մենք ուղղակի վերացնում ենք Սփյուռքը, ցեղասպանության գործոնը եւ հիմա էլ նաեւ արդեն եկեղեցու գործոնը, որը դարձել է կռվախնձոր, կռվի թեմա, ոչ թե միավոր պետական կառույց եւ վեր պետական կառույց, որովհետեւ ինքը համահայկական կառույց է, վեր պետական կառույցը ի նպաստ բերելու հայ ժողովրդին մեր պետականության ամրապնդմանը ամենևին ոչնչացվում է եւ չի աշխատում։ Ես մի օրինակ եմ, միշտ հաճույքով եմ հիշում այդ օրինակը, անկախության հռչակագրի հետ կապված եւ հանրաքվեի հետ կապված երկուսն էլ վեհապար Վազգեն վեհապարի կողմից օժտվել է։ Միշտ հպարտությամբ եմ ասում, մեր պատմության մեջ միակ դեպքը, որ եկեղեցին Մյուրոն երբեց եւ ամբողջ աշխարհը 57 համայնքներով տարածեց, դա Վազգեն առաջինն էր իր այդպես մերոնով, որ կոչվեց անկախության մերոն։ Անկախության գործընթացին, եթե ամբողջ եկեղեցին իր ամբողջ էլիտայով հոգևոր դասով չկանգներ, մեր անկախությունը կարող է այսքան չլիներ։ Այսինքն եկեղեցին պետականաշինության եւ անկախաշինության գործընթացում իր լրջագույն գործ ունի։ Եվ այն իմ ասած սկզբի հակաանկախական Նիկոլը հենց այս անկախության նաեւ այս օջախն է ոչնչացնում, որպեսզի թույլատնի բոլոր հնարավոր կոնսոլիդացիոն միջոցները։ Էլի կրկին գալիս ենք նույն կետին, տարբեր կետերից, առաջիկա քաղաքական գործընթացի համար ինքը պատրաստվում է դրան եւ էլի կրկին անալոգներ անցկացնեմ, այս գործընթացը միայն հայաստանյան չէ։ Շատ են կրկնել, այս գործընթացը մեզնից առաջ գնացել է նույն կերպ Ուկրաինայում, անցյալ տարվանից որոշ եկեղեցական կազմակերպություններ Ուկրաինայում օրենքով փակվեցին, կարող այստեղ էլ մենք հասնենք դրան, որոնք այսպես համարվում էին ագենտուրաներ, գործակալական ցանցեր այլ երկրների։ Նույն բանը տեղի ունեցավ Մոլդովայում, նույն բանը տեղի ունեցել Չեռնոգորիայում, Վրաստանում չկարողացան նույն բանը կազմակերպել։ Դա ծրագիր է։ Ծրագիր։ Ով է ծրագիրը իրականացնում։ Ծրագիրը իրականացնում են բոլոր նրանք, ովքեր ում շահել Ադրբեջանի հետ բռնում են, ովքեր խնդիր ունեն Հայաստանը թուլացնելու, ովքեր խնդիր ունեն թրիպը Ադրբեջանի բանը կապելու, ովքեր ուզում են այս շրջանում այդ երկրների Թուրքիա, Անգլիա, Իսրայել, Միացյալ Նահանգներ, ովքեր սեփական խնդիրներ ունեն, ես իրանց չեմ մեղադրում սեփական շահերը առաջ տանելու, ես մեզ եմ մեղադրում նրանց սեփական շահերը, եթե չեն համընկնում մեր սեփական շահերը, մենք զիջողաբար գնում ենք, հիմա մեր շահերը ոչ մի կերպ Ադրբեջանի սորապ անձների չեն համընկնում, բայց մենք գնում ենք դրան իբր թե զիջելով կարող այդ խաղաղությունը ամրանալ։
Իսկ խաղաղությունը այս ձևով ոչ միայն ամրանում է, այլ ես կարող եմ հիմնավորապես ապացուցել, որ թուլանում է եւ մենք մտնում ենք նորից ռիսկային դաշտ, այսինքն ռիսկային դաշտից դուրս չենք եկել։ Այսինքն այս խաղաղությունը այսպես միֆ է, որ իրականություն դառնա թրիփը, Թրամփի ուղին, որը պետք է անցնի Հայաստանով, եւ Հայաստանը կսկսի սպասարկել օրինակ Ադրբեջանի շահերը, որովհետեւ ասացիք Ադրբեջանի հետ ով լավ է, այս գործընթացները լինում է, իսկ մենք ինչպես տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի եւ օրինակ Ադրբեջանի նախագահի շահերը կարծես թե համընկնում են այս թեմայում։ Բնականաբար այս պահին ակնհայտ է, որ առաջ հուսախում են, բայց հիմա ավելի Նիկոլ Փաշինյանի շահերը համընկնում են։ Ուղղակի երկուսին իրար հետ կարող եմ դիմել, որ ձեր ծրագիրը Հայաստանի ժողովրդի ինքնությունը ոչնչացնելու, հիշողությունը ոչնչացնելու, պատմությունը մոռանալու չի իրագործվի, որովհետև դուք ժամանակի առումով կարճ եք եւ ազդեցությունների առումով թեպետում եք, աջակցում եք, բայց հավերժ չեք եւ այն արժեքները, որի մասին ես խոսում եմ, հավերժ արժեքներ են, հայ ժողովրդի, հայ ինքնությունը, հայ պատմությունը, ցեղասպանության դրվագը, ինքնիշխանության պահպանման խնդիրը, հռչակագիրը, հանրաքվեն, դրանք մնայուն արժեքներ են։ Նրանք, ովքեր փորձում են կարծոպել ցեցի նման քայքայել այդ արժեքները, ժամանակավոր են, նրանք չեն հաջողելու։ Եվ եթե ուզեք այդ ձեր ասածին անդրադառնամ, ինչու է ռիսկային այսօրվա անկախությունը, էլի փաստերով եմ խոսել, այսպես տարփողելը, գովերքելը չէ, որ արժեք է, փաստերն են խոսում, եւ այդ փաստերի մեջ շատ կարևոր են Ադրբեջանի նոր առաջարկները, փաստականների վերադարձում։ Հիմա արդեն կատարվել գնացել են, Ղարաբաղը չկա, մեր հայցերը եվրոպական դատարաններից հետ են վերցրել, մշակույթ գոյություն չունի, ցեղասպանություն գոյություն չունի, այս տարի ապրիլի 24 չեն գնալ, որտեղ փորձել են վերանորոգել, ձևեր են գտնում, էլի, վերանորոգել համալիրը եւ մենք չգնանք, ժողովուրդը չգնա։ Այդ բոլորը մասնավորապես հիմանուր է կողմտանների մասն եմ ասում, սառնալությունից հռչակագիր հանելը, փախստականների վերադարձ եւ անկլավների հարցը։ Սրանք բոլորը պատերազմածին, կոնֆլիկտածին երևույթներ են, դրանք խաղաղություն չբերող լուծումներ են։ Մասնավորապես ես կուզեմ ամենաթարմ բանով դες հիմնավորել անկլավների հարցն է, որը մի պահ կարծես թե դիվանագիտական առումով մարել էր եւ հույս ունենք, որ այդ խնդիրը չի բարձրանա, բայց հիմա նորից այդ խնդիրը եկել է առաջին պլան։ Շատ բաց, շատ հասարակ լեզվով ես ձեզ բացատրեմ, ինչ է նշանակում անկլավները այսօրվա վիճակով եւ եթե փոխանակվի այդ վիճակով։ Ուրեմն 44 ներողություն մեր հերոստատիտողների համար մի հատ հստակեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարություն տարածեց, որ Արցվաշենը եւ այլ անկլավներ մերն են լինելու, ինչը նշանակում է Հայաստանում գտնվող անկլավները, որոնք Ադրբեջանն է պահանջում, տրամադրվելու են իրեն։ Նրա խոսքից դա էր ենթադրվում։ Հիմա այն լեզվով բացատրենք, թե դա ինչ է։ Ես դա կբացատրեմ։ Ուրեմն Արցախյան առաջին պատերազմի արդյունքում անկլավների հարցերը վերացավ։ Մինչ այդ սովետական քարտեզները որ նայեք, կան անկլավներ, որ Հայաստանին են Արցախը Ադրբեջանում, եւ անկլավներ, որոնք Հայաստանում են, բայց Ադրբեջանում։ Այդ պատերազմի արդյունքում այս փոխանակումները տեղի ունեցան վերջնական արդյունքում, այսինքն գծվեց մի գիծ, որից այն կողմ Ադրբեջանն է, որից այս կողմ Հայաստանն է։ Այստեղ ես ոչ իրավաբանություն, ոչ բարոյական, բայց բաները մոռանում եմ մի կողմ, փաստ։ Սկիզբն այնպես էր, սովետական շրջանում 94-ից հետո այդ բանը սահմանը գծվեց։ Սա նշանակում է, որ կոնֆլիկտները, որոնք կարող էին անկլավներում ձևավորվել, որովհետև դա միշտ լինում է, բախումներ էթնիկ, միջազգային, անասուն էին հովանում, արտ էին վառում, մարդկանց էին վնասում, ամեն ինչ տեղի էր ունենում եւ այդ գծի գծելով այդ կոնֆլիկտները վերացան։ Ավելին ձեզ ասեմ, էլի չգնահատելով լավ կամ վատ։ Ադրբեջանցիները երբ որ հայերին մոտ 320,000 հայ քշեցին,
այդ մարդիկ տեղ չունեն, իսկից էլ ադրբեջանցիները գնացին, մի մասը տները փոխանակվեց, բայց արդյունքում էլի ստացվեց շատ վատ պրոցես, բայց արդյունքում ստացվեց, որ Հայաստանում հայերը մնացին, ադրբեջանցիները Ադրբեջան։ Եվ դրա արդյունքում կոնֆլիկտները ավելի քիչ էին, կոնֆլիկտներ ոնց ներ-հայաստանյան կոնֆլիկտ կամ ներ-ադրբեջանական կոնֆլիկտ։ Եվ հիմա ինձ խնդրում եմ թող չմեղադրեն, որ այդ պրոցեսները գովերքում են կամ վատավանում։ Ես ասում եմ փաստը, որ նախկին կարգավիճակը կոնֆլիկտների էր, այդ սահմանները գծվելուց հետո կոնֆլիկտները վերացան։ Հիմա, եթե մենք հետ ենք պատրտում ըստ Ադրբեջանի բան, եթե այս ձեռնտու էր, ինչու չենք մենք դա պահանջել։ Ադրբեջանի պահանջով մենք այդ տարածքները տալիս են, մեծ տալիս են, ասենք թե իրականացում է Արցախաշեն։ Ձեզ ասեմ, որ Արցախաշենը տալու դեպքում է ոչ մի հայ չի գնալու, եւ Արցախաշենը ոչ թե անկլավ է, այլ խոր անկլավ է, 13 կիլոմետր դու պետք է Հայաստանի սահմանով գնաս, հասնես Արցախաշեն, ես երկու անգամ եղել եմ, եւ դու գնում ես ուղղակի Ադրբեջանի մեջով, մենք այն ժամանակ գնում ենք որպես դեպուտատներ, պաշտպանված էինք դեպ հասնելու համար ռիսկ է, էլի։ Մտով ասենք, թե ինչ-որ մի հատ գյուղացի կամ ինչ-որ ընտանիք իր մեքենան նստած 13 կիլոմետր Ադրբեջանի միջով գնում է, այս լարվածության պայմաններում։ Ոչ մեկը չի գնա։ Եվ այդ անկլավ այդ խորությունը, հնարավորություն է տալիս Ադրբեջանին, այսօր ասում տալիս ենք ձեզ, ոչ կտանք, ոչ էլ կգնանք։ Բայց ի տարբերություն դրա, այնմիջիալից արդարացան համար ասեմ, որ մակերեսների առումով մոտավորապես դրանք նույն մակերեսն են, փոխանակում, եթե փոխանակում, բայց շան գլուխ ուրիշտեղ է թաքնված։ Եվ Թարքի, եւ Նոյեմբերյանի տրվող տարածքները ոչ թե դրանք գյուղեր են, այլ ռազմավարական հենակետեր, որոնք վերահսկելու են վերևինը Վրաստան, Հայաստան մայրուղին, ներքևինը Հայաստան, Իրան մայրուղին։ Սա նշանակում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը գնում է այս ճանապարհով, ապա տալիս է մեր երկու հարևան երկրների ուրիշ չունենք գործող ճանապարհներ իրենց վերահսկողության տակ։ Այսինքն եկեք մի հատ արձանագրենք, ստեղծում ենք Հայաստանում Թրամփի ուղի, որի վերահսկումը չենք տալիս ըստ Նիկոլ Փաշինյանի որևէ այլ երկրի, անելու ենք մենք, բայց հետո գալիս ենք, բերում ենք անկլավների թեման ու ստացվում է, որ այդ ճանապարհը միևնույն է Ադրբեջանն է վերահսկելու, եթե ստացվի այդպես։ Մի քիչ տարբեր է, որովհետև Թրամփի ուղի ասացի հետ կապված մի հատ բան կա, բանալի բառ կա, անխոչնոտ։ Այսինքն Ադրբեջանից Նախիջևան գնալը լինելու է անխոչնդոտ, դա ստորագրված է, Ալիևը օրու մեջ այդ արտահայտությունը անում է եւ Հայաստանից չեն կարող բացատրել, որ անխոչնդոտը նշանակում որ վերոնք պետք է կանգնեն, չեն ասում, որ այդ անխոչնդոտ նշանակում է սահմանի հատում չի լինելու, այսինքն իրենք մտնելու են Հայաստան դուրս են գալու Ադրբեջան, բայց սահմանային հատում անձնագրային ստուգում չի, մաքսային ստուգում, իդենտիֆիկացիա եւ այլն վերջերս ստուգում չի լինելու, անխոչնդոտ բառը հենց դա է նշանակում։ Մնացած դեպքերում մի քիչ իրողությունը ուրիշ է, այստեղ ստրատեգիականությունն է կարևոր, վերահսկողությունն է կարևոր եւ կոնֆլիկտածին բնույթն է կարևոր։ Ասենք թե փոխանակումը եղավ եւ Իրան եկան կանգնեցին։ Հետո իրենք բերելու են իրենց անվտանգության ուժերը։ Դա արդեն կոնֆլիկտ է։ Այդ ճանապարհով անցնելու դեպքում քար են գցելու, չգիտեմ, անիվ է ցակվելու, բենզինը վերջանալու, այդ շփումները դառնալու են կոնֆլիկտ, որտեղ այդ կոնֆլիկտը լուծելը այս ձևով չի լուծվում։ Այս կոնֆլիկտի Թրամփի այսօրվա ծրագիրը երաշխիքներ չի տալիս այդ կոնֆլիկտի խաղաղությունը։ Օրինակ, հենց հիմա, ասենք, Թրամփը Ուկրաինայի համար առաջարկել է 28 կետանոց առաջարկներ, որտեղ գրված է այս պայմանագրի իրագործողը Միացյալ Նահանգներն են։ Մեր դեպքում այդպիսի բան չկա, բանը Թրամփը վկա է դեռս որպես դրան։ Այսինքն մեծ կոնֆլիկտների լուծման դեպքում պետք է լինեն գերտերություններ, որոնք երաշխավորում են։ Մեզ ոչ ոք չի երաշխավորում այսինքն։ Դա Մինսկի խումբն է, որը կարող է դա իրականացնել, 3 գերտերություններ, Ֆրանսիա, Ռուսաստան, Ամերիկա, որոնք իրենց ստորագրությունն էին դնում որպես պետական ղեկավարներ փաստաթղթի տակ եւ իրենք գարանտ են լինում այդ խաղաղությունը պահպանելու համար եւ պատժիչ գործիքներ էին կիրառում խաղաղությունը խախտելու համար։ Սա երաշխիքային
բան է ստեղծում, համակարգ է ստեղծում։ Մենք հիմա այդ բանը չունենք։ Եվ դրա համար եմ ասում, որ ցանկացած ինչ-որ բան, որը կարող է այսօր առաջարկվել կամ իրականացնել, իր մեջ կոնֆլիկտ է պարունակում արդեն։ Այսինքն հիմնավորումը եւ եզրակացությունը հետեւյալն է։ Մենք խաղացան ծրագիր, ինչպես ներկայացվում է, ինչպես տարբերվում է իշխանությունների կողմից, չունենք։ Մենք ունենք ռիսկային, կոնֆլիկտացին, կոնֆլիկտոգեն իրավիճակ եւ սպասելիքներն էլ, առաջարկումներն էլ այդպիսին են։ Այնպես որ սա բլեֆ է, եւ դες ասեմ, մինչև հիմա ասում են, որ այս խաղացան ծրագիրը Նիկոլ Փաշինյանի համար խաղաղ ընտրությունների համար հիմնական գործիք է ծառայելու, այդ միֆը արդեն քանդվում է։ Այդ միֆը քանդվում է, երբ մեր ժողովուրդը չի գնա այդ բլեֆ ծրագրին, չի իրականանալու դա, ցավոք սրտի, որովհետև ունենք անողնաշար իշխանություն, անարժանապատիվ իշխանություն, որոնց համար Հայաստանի իշխանությունը, սուվերենությունը, անկախությունը արժեք չունի, եւ վերջում ձեզ ուզում եմ միակ դիտնվիրեմ ձեր խմբագրությանը, որտեղ նկարագրված է մեր անկախության գործընթացը, անկախության դժվարությունները, ժամանակագրության, փաստագրության, օրենքներով, Գերագույն խորհրդի նախագահի որոշումներով, մտավորականների եւ եկեղեցու վերաբերմունքով մեր անկախության գործընթացին, սա փաստերի ժողովածու է, եւ այս գիրքը ես հաճույքով այս տարի եմ կազմել, նվիրում եմ ձեզ, այն ձեզ համար ուղեցույց լինի հաղորդումներ պատրաստելու, մեր Հայաստանի անկախությունը գովերգելու եւ մատուցելու համար։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։